Բարդ Տիրոջի եղբայրներ, քույրեր ջան, շնորհակալ ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսից իր հավիտենական սիրո համար, այն հավիտենական սերը, որ մեր գաղափարից շատ անգամ դուրս է, եղբայրներ, քույրեր, ուղղակի մենք լսում ենք, արտահայտվում ենք, բայց հասկանալ, ես կարծում եմ դա մարդու խելքից դուրս բան է, եթե Սուրբ Հոգին չբացի դրա ամբողջական խորհուրդը մարդու կյանքում։ Շնորհակալ ենք, Տերը օգնի, ես ինչպես եղբայրն ասեց, սրտանց գոհություն եմ հայտնում Աստծուց, ձեր համար էլ եղբայրներ, քույրեր ջան, ձեզանից, ձեր աղոթների համար, այսօր որ իրապես ձեր առաջ կանգնած եմ, սա Աստծո ողորմությունն է, մեր բոլոր եղբայրների, քույրերի աղոթքի շնորհիվ է, փառավորվի Աստված։ Մի քանի օր առաջ մեր մոտ մեկը կար, տենց գնացել էր նույն վիրահատությունը արել էր, 10 օրից հետո մահացավ։ Սերի քույրեր եղբայրներ, որևէ մեկ այսօր գարանտ չունի, որ իր հետ չգիտեմ ինչ կարա լինի, եթե անգամ մեծ վարպետ, բժիշկ, պրոֆեսոր, համենայն դեպս ժողովրդական խոսքով ասում է, որ մարդու եղունգի տակ շունչ կա, եթե այդ թելը Աստված կտրել է, որևէ մի գիտնական ու պրոֆեսոր չի կարա դրա վերականգնումը տեղավորի ու մարդը ապրի, բայց եթե Աստված չի կտրել այդ արդյա թելը, մարդը պիտի ապրի, որովհետև մեր ապրելու որոշումը երկինքն է ասում, մենք չենք որոշում։ Մենք մարդիկս ուղղակի գիտենք, այս վերջերս մի հատ մուսուլման աղջիկ վկայություն էր տալի, տենց լսում է իր վկայությունը, մերն ասում է, որ դու մուսուլման ես դառել, քրիստոնյա ես դառել, ես քեզ հետ խնդիր կունենամ, ասում է ոնց գիտես բայլիկ ջան, դե ասում է ուրեմն դու ինձ հետ խնդիր կունենաս, ասում է էդ էլ դու նայի, ի վերջո ասում է գիտես ինչ, բեր ես մահանամ, իմ մահից հետո նոր դու քրիստոնյա կդառնաս, աղջիկն ասում է մեր, ով գիտի գարանտիա ունի, թե որս շուտ կմահանանք, ես ինչքանով վստահ լինեմ, որ քո ասածի պես կարա լինի։ Տերը օգնի, մենք այսօր բոլորս էլ օչերեդում կայնած ենք, բայց չգիտենք որս որից հետո ենք։ Սա Աստծուն տրված, Աստծուն վերաբերվող խորհուրդներ են, որ մենք շատ հաճախ չենք պատկերացնում։ Տերը օգնի քույրեր եղբայրներ ջան, ուզում եմ կարդալ Առակաց 9-րդ գլուխը, առաջի խոսքը, Առակաց 9-րդ գլուխ առաջի խոսք, եւ ես սրա մասին մի փոքր ուզում եմ կիսվեմ, քույրեր եղբայրներ, բոլորս ունենք դրա կարիքը, սա մեր կյանքում, ասեմ, որ 92-3 թվականն էր, երբ որ ես կարդացի Աստվածաշունչը, եւ ես համարը ինձ համար միտքս եկավ, այդ համարը ես շատ մտածեցի, եւ ինչքան անգամներ կարդացել եմ Սուրբ Գիրքը, որևէ մի տեղ այդ համարի պատասխանը չեմ գտել։ Ինչի չեմ գտել, ոչ թե չկար, չեմ գտել, այլ Տերը չէր բացել։ Դրա ժամանակը չէր, որ ես հասկանայի, այդ համարը սա է. իմաստունը իր տունը շինեց եւ իր 7 սյուները կանգնեցրեց։ Իմաստունը իր տունը շինեց եւ իր 7 սյուները կանգնեցրեց։ Ես մտածում եմ այդ 7 սյուները որտեղ են, որն է այդ 7 սյուները, կա այդ 7 սյունը, բայց չգիտեմ որն է։ Թեև երբ որ հիշում եմ, առաջի անգամ հասկացա, որ Սուրբ Գիրքն ասում է, եկեղեցին երկնքի ու երկրի սյունն է, սա ինձ բավականին մեծ բան տվեց, որ սյան արժեքը շատ թանկ է, որ ես ու դու հասկանանք։ Նաև եկեղեցու համար խոսում է եղբայրների համար, որ նրանք եկեղեցում սյուներ են։ Այսինքն այս մարդկային տեսանկյունից, մարմնավոր հասկացողությունից սա պատկերացնում եմ, հասկանում եմ, որ եղբայրներ են այդ ծանրությունը քաշողը, տանող այդ սյուները։ Բա այս սյուները որոնք են եղբայրներ քույրեր, այս ինչ սյուն է։ Եվ երբ որ այսօր նստած էի, հոբիկ եղբոր հետ խոսում էի մի հարցի շուրջը, ասեց, որ այս շենքը սարքված է սյուների վրա, այսինքն պատերը այդքան էական նշանակություն չունեն, նրանք այդքան մեծ դեր չունի այս շենքի համար, ստեղ սյուներ կան, որոնք ամբողջ շենքը այս սյուներն են պահում, սա
իրականություն է, շինարար եղբայրերը սրանք շատ լավ գիտեն, շատ լավ հասկանում են, սյուների հեղինակությունը, սյուների մեծությունը։ Հիմա այստեղ ավետարանը մեզ խոսում են, այսինքն այս մարդկային տեսանկյունից, մարմնավոր հասկացողությունից սա պատկերացնում եմ, հասկանում եմ, որ եղբայրերն են այդ ծանրությունը քաշողը, տանող այդ սյուները, բա այս սյուները որոնք են եղբայրեր քույրեր, այս ինչ սյուն է։ Եվ երբ որ այսօր նստած էի, Հովիկ եղբոր հետ խոսում էի մի հարցի շուրջը, ասաց, որ այս շենքը սարքված է սյուների վրա, այսինքն պատերը այդքան էական նշանակություն չունեն, նրանք այդքան մեծ դեր չունի այս շենքի համար, ստեղ սյուներ կան, որոնք ամբողջ շենքը այս սյուներն են պահում, սա իրականություն է, շինարար եղբայրերը սրանք շատ լավ գիտեն, շատ լավ հասկանում են, սյուների հեղինակությունը, սյուների մեծությունը։ Հիմա այստեղ ավետարանը մեզ խոսում է, որ սրանք շատ կարևոր բան է, այդ սյուներ հասկացողությունը մեր կյանքում որն է եղբայրներ քույրեր, ինչ սյուներ Աստված ինիկատի ունի։ Եվ այդ օրերին հետաքրքիրը նրանում էր, որ երբ որ տանը պարկած էի, տենց այս վերջին ժամանակներում հաճախ զանգում էր մեր Գևորգ եղբայրը Ամերիկայից, տենց զրուցում էինք, խոսում էինք եւ մի օր ինձ հարց տվեց։ Ասեց եղբայր ջան, կարդացել ես Պետրոսի, երկրորդ Պետրոսի առաջի գլուխ 5-րդ խոսքից։ Ասի շատ լավ գիտեմ Պետրոս, Գևորգ եղբայրը տեղ իմ համար շատ թանկ տեղ է, շատ կարևոր տեղ է, եւ ես դրա մասին շատ եմ մտածել։ Հիմա շատ մտածել եմ, բայց չեմ հասկացել, որ այդ 7 սյուները տեղա թաքնված։ Շատ լավ անգիր էլ գիտեմ այդ տեղերը, բայց դրա արժեքը, որ իրապես դա է, ես սա չէի պատկերացնում, ու ասեց ես իմ մեջ ծիծաղեցի, ինչի ծիծաղեցի, որովհետև այդքան տարիներ ման ես գալ ու չես կարող գտնես եւ եղբայրը հուշեց մի անգամից միտքս եկավ։ Տերը օրհնի եղբայրեր քույրեր ջան։ Սա շատ կարևոր է մեր կյանքում եւ երբ որ կարդացինք այդ տեղը մի անգամից մի հատ մեծ գիտություն բացվեց իմ համար, մի հատ մեծ կարևորություն բացվեց ինձ համար եւ դա ուրախացել է, ես շատ ուրախացել եմ, որովհետեւ դրա մեջ նաեւ շարունակություն հասկացա, Եփեսացիների 4-րդ գլուխ 11 խոսքից սկսեցի հասկանալ, հիշեցի այդ տեղը ու հասկացա մի կարևոր բան, որ մեր կյանքում ամեն միսիոնը իր դերը ու նշանակությունը ունի, բայց որ սյուների հերթականություն իր դերը նշանակություն ունի, սա ես այդքան չէի պատկերացնում եղբայրեր քույրեր։ Հիմա կարող է իմ համար ժուժկալությունը շատ կարևոր հատկանիշ է, գիտությունը շատ կարևոր հատկանիշ է, եղբայրասիրությունը տարբեր բաներ, բայց որ սրանք հերթականություն ունեն, սա մեր կյանքում շատ մեծ կարևորություն է եւ սրա վրա ես ու դու պիտի նստենք ու մտածենք։ Կարդում եմ այդ տեղը, քուրեր եղբայրեր ջան, գրված է առաջի երկրորդ Պետրոսի առաջի գլուխ 5-րդ խոսքից։ Եվ այս բանի համար բոլոր ջանքերի դրած ձեր հավատքի վրա առաքինություն ավելացրեք։ Առաքինության վրա գիտություն ավելացրեք։ Գիտության վրա ժուժկալություն, ժուժկալության վրա համբերություն, համբերության վրա աստվածպաշտություն եւ աստվածպաշտության վրա եղբայրասիրություն, եղբայրասիրության վրա սեր։ Հիմա ես ու դու կարող ենք մտածել, ասենք Աստված սեր է, չենք շփոթվի, ճիշտ ասում։ Բայց սեր հասկացողությունը միայն այդ մի գաղափարը չի, մի խոսք չի, որ մենք ասենք Աստված սեր է եւ սրանով վերջացնենք։ Սիրո մեջ Կորինթացիների 13-րդ գլուխը շատ հետաքրքիր հատկանիշներ է ներկայացնում։ Սերը ինչպես է ալնում։ Սեր ասելով նա չի, որ ես քեզ սիրում եմ։ Ես քեզ հետ մտերմություն եմ անում, այսինքն սիրո նաև իր կողքին արտահայտություններ կա, բնություն կա, որ դրա միջոցով է արտահայտվում քո ուզած սերը եւ քո հասկացած սերը, սիրելի եղբայրեր քույրեր։ Տերը օրհնի, ուրեմն ինքնաբերաբար նաև խոսում է, որ կատարելության կապն է սերը, այսինքն այդ ամենը միասին է դառնում սեր, եղբայրեր քույրեր։ Դրա համար ես ուզում եմ, չգիտեմ ով ինչպես կարա ընդունել, ով ինչպես կարա պատկերացնել, բայց շատ կարևոր սյուն եմ համարում առաքինությունը։
Առաքինությունը մեր կյանքում շատ մեծ զորություն ունի, շատ մեծ կարողություն ունի։ Ուրեմն, երբ որ Պետերբուրգում էի, մի օր պաշտամունքի ժամանակ, սերտողության ժամանակ այս թեմաներից ենք սերտում, եւ ես ման էի գալիս այդ բառը, առաքինի բառը, որ գտնեմ ռուսերեն Աստվածաշնչի մեջ ու չգտա։ Ռուսերեն Աստվածաշնչում առաքինի հասկացողություն չկա գրված։ Այնտեղ գրված է դաբրադետել, բարեգործ։ Իսկ բարեգործը առաքինի չի։ Առաքինի բառն ու բարեգործ բառը դրանք խիստ տարբեր բառեր են։ Մենք մի մարդու չենք կարա ասենք, եթե ինքը մի փոքր համեստ է, խոնար է, չենք կարա ասենք այդ մարդուն առաքինի է։ Առաքինի հատկություն կա մեջը, բայց առաքինի հասկացողությունը սկի նման չի։ Հələ այդ անձնավորության ոտքը մի փոքր տրորի մազոլին կպի, իր առաքինությունը կվերանա եւ ամեն ինչ սաղ կխառնվի։ Նշանակում է առաքինի հասկացողությունը ուղղակի ժամանակի պատճառով եղբայրեր քույրեր չեմ ուզում շատ մանրանամ, բայց առաքինության հետևանքով մենք կարող ենք շատ բաների հասնենք։ Օրինակ, եթե իմ կյանքում առաքինությունից առաջ հավատքի վրա գիտություն դրվեր, եղբայրեր քույրեր, գիտությունը ավետարանն ասում է սպանում է մարդուն։ Գիտությունը կսպանի մարդուն, գիտությունը բավականին լուրջ վնասներ կարա տա, շատ խնդիրներ կարա առաջացնի մեր կյանքում։ Այսինքն ժուշկալությունը, առաքինությունը դա մի զորություն ունի, որ գիտությանը խոնարեցնում է, գիտությանն ասում է տեղդ խելոք մնա, մի շարունակի, մի ավելորդ քայլեր անի։ Քո գիտությունը մի օգտագործի, առաքինությունը շատ ներողություն խոսքիս համար մեր կյանքում տորմուզ է։ Շատ հարցերի համար լուրջ տորմուզներ է ինքը։ Առաքինությունը շատ հարցերում մեզ կանգնացնում է, մեզ սպասել է տալիս, մեզ համբերել է տալիս։ Այսինքն ամեն քայլում առաքինությունը, հավատքի վրա եղած առաքինությունը մեզ սովորացնում է ճիշտ իր վիճակին լինել, ինչպես ավետարանն է ուզում։ Քույրեր եղբայրներ, մենք կարդում ենք առաքինի կնոջ մասին, բայց ուզում եմ ասել նաև այս դեպքում առաքինին դեռ միայն չի նշանակում, որ քույրիկին է վերաբերվում, կնոջն է վերաբերվում, ցանկացած մարդ կարող է լինել առաքինի։ Եվ այդ առաքինությունից հետո, բոլոր հատկանիշներից հետո, տեսեք Սուրբ Գիրքը մեզ ուր է բղում։ Քանի որ այս բաները ձեր վրա կան ու կգտնվեն ու կաճեն, պարապ եւ անպատուղ չեն անե ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճանաչելու մեջ։ Բայց որոնքով, որ այս բաները չկան, նա կույր է ու կարճատես, որ մոռացել է իր առաջվա մեղքերեն մաքրվելը։ Աստծո համար եղբայրներ, ավելի ջան քրեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատեք, վասնզի այս անելով բնավ պիտի չընկնեք։ Ուրեմն այստեղ Սուրբ Գիրքը մեզ ներկայացնում է, որ իրական լուրջ քրիստոնյա հավատացյալ հոգևոր մարդ դառնալու համար այս հատկությունները շատ կարևոր են մեր կյանքում։ Այս բնությունը շատ կարևոր է մեր կյանքում մեզ հասցնելու այդ կարգավիճակին։ Դրա հետ զուգահեռ քույրեր եղբայրներ ջան, ուզում եմ կարդալ Եփեսացիների 4-րդ գլխի 11 համարից։ Մեզ սա բոլորիս հայտնի, բոլորս շատ լավ գիտենք այս համարների մասին, սրա երևակայի բոլորս էլ անգիր գիտենք սրա տեղը, որը շատ մեծ նշանակություն ունի։ Բայց ուզում եմ սրանք մենք իրար հետ կապենք այդ 7-ների հետ կապված, դրա արդյունքի հետ կապված, տեսնանք, որ նպատակը որն է։ Եվ ինքը մեկ քանիներին տվեց առաքյալներ լինելու, մեկ քանին մարգարեներ, մեկ քանին ավետարանիչներ, մեկ քանին հովիվներ ու վարդապետներ, սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործին համար, Քրիստոսի մարմնի շինության համար, միջև ամեքսել հասնենք, հավատքի, Աստծո որդիների ճանաչելու միաբանությանը, կատարյալ մարդ լալու Քրիստոսի հասակ չափը ունենալու, կատարյալ մարդ։ Եղբայրներ քույրեր, ուրեմն կատարյալ մարդ լինելը մեր կյանքում շատ կարևոր է։ Ճիշտ է։ Խոսում ենք, ով որ Տիրոջ անունը կանչի պիտի փրկվի, համամիտ եմ։ Այդ մարդը իր կյանքում վերջի ժամին Տիրոջ անունը կանչեց, փրկվեց, ես դեմ չեմ սրանում, բայց
ուզում եմ նաև մի հատ մեր մտքերի մեջ մի կարևոր միտք արտահայտենք, իմանանք, հավատացյալը մեկ մարդ է, հոգևորը մեկ մարդ է, դրանք տարբեր մարդիկ են, ստեղ բոլորս նստած հավատացյալներ ենք, բայց հոգևոր հասկացողությունը դա շատ լուրջ հարց է, որի ես որևէ մեկի վրա չեմ կարող ասեմ, սա հոգևոր է, նա հոգևոր չի, նա հավատացյալ է։ Մենք փողոցում շրջապատում, եթե հանկարծ ձեր հետ պատահած կլինի, մեկին արտահայտում ենք, ասում ենք անհավատներ, այս մարդիկ վիրավորվում են, նեղանում են, ասում են, ինչի քեզպես հավատացյալ եմ ես։ Ես էլ հավատացյալ եմ, կարող է իր խաչը հանել, եղբոր ասացի իր մոմի մասին, վանքի մասին, իր տաճարի մասին խոսել, մենք այս մարդուն անհավատ ասել իրավունք չունենք։ Ես էլ հավատացյալ, բայց հոգևոր լինելը մեկ բան է, հավատացյալ լինելը մեկ բան է։ Մեզ Աստված կատարյալ մարդ լինելու է պատրաստում, կանչել է հավատացյալների, մեզ հոգևորներից կատարյալ մարդ սարքելու, իսկ կատարելությունը սա շատ կարևորություն է մեր կյանքում։ Այդ 9 սյուները միասին մեզ կարող են հասցնել կատարելության։ Նրանցից որևէ մեկը դուրս եկավ իր տեղից, մեր կատարելությունը կորսվելու է։ Տերը օրհնի քույրեր եղբայրներ։ Եթե մի հատ հարց տամ, ասեմ սիրելի եղբայրներ, քույրեր ջան, որը կուզեք, որ ավետարանչի գործի նմանվեք, ես հավատում եմ մեծամասնությունը պիտի ասի Հովհաննես ավետարանիչին։ Հովհաննես ավետարանը կուզեի։ Ինչի՞, որովհետև Հովհաննես ավետարանը ներկայացնում է որպես Աստված Քրիստոսին։ Որևէ մեկը չի ուզում Ղուկաս ավետարանին նմանվի, չի ուզում Մարկոսի նմանվի, այլ այդ մարդու ուզածը մեկ բան է՝ նմանվել Հովհաննու ավետարանին, բայց մոռանում ենք, որ այդ 4 հատկությունները կար Տեր Հիսուսի մեջ։ Այդ բոլոր կյանքի հատկությունները եւ օրինակները կար մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մեջ։ Տերը օրհնի սիրելի եղբայրներ, քույրեր, թող Աստված օգնական լինի, Սուրբ Հոգով մեզ լցնի տա իմաստություն եւ լուսավորի մեր հոգու աշխարհը, մենք այսօր ունենք սրա կարիքը, քույրեր եղբայրներ։ Ունենք այդ սյուների հետ հաղորդակցվելու կարիք, այդ կապերի հետ մեկանալու, որպեսզի մենք ամենքս կատարյալ մարդ լինենք Հիսուս Քրիստոսով։ Աստված օրհնի եւ ողորմություն անի։ Ամեն։